Հարցից բոլորը շեղվել են եւ այդ իրավունքից կօգտվեմ նաեւ ես։ Ազգային ժողովը քննարկում է խորհրդարանի փոխոսնակների ընտրության հարցը։ Իշխանությանը հասնող երկու աթոռներից մեկին ԿՊ-ն ուզում է նստի Հայկ Կոնջորյանը, բայց նրա տեխնացության շուրջ հարցերը սպառել են պատգամավորները։ Հիմա խոսում են ամեն ինչից 2020-ի 44-օրյա պատերազմից, Ալիևի Հայաստան 300,000 ադրբեջանցու ուղարկելու հայտարարություններից, Հայաստանի էլեկտրական ցանցերը պետականացնելուց, Հայփոստից, նոր ազգային ժողովում թրենդային դարձած բարեկրթությունից ու նույնիսկ սեռով պայմանավորված խտրականությունից, բայց ոչ Կոնջորյանի տեխնացությունից։ Դուք շահեկան դիրքերում չեք խոսելու Լեռնային Ղարաբաղի բանակցությունների շուրջ, որտեղ եւ որ վարչապետը այս ամբիոնից դադարելով լինել դաշնակցական, ասում էր, որ պետք է նշաձողը իջեցնենք, դուք չեք համաձայնել դրան։ Դուք շարունակաբար կրկնել եք նույն սխալը, էս է մեր եւ ձեր տարբերությունը։ Էս է նրա պատճառը, որ 21 թվականին վերընտրվել ենք, 26-ին վերընտրվել ենք։ Շարունակում ենք քննարկել Հայկ Կոնջորյանի տեխնացությունը։ Մեր կոնցեպտը շատ պարզ է։ Ասում ենք, սիրելի ժողովուրդ, եկեք ֆիքսենք, որ երկրներն են մեր սպառնալիքները, եւ դա Ադրբեջանը եւ Թուրքիան են, մնացած երկրները կարող են լինել մեր պոտենցիալ դաշնակիցները։ Դուք ասում եք, եկեք սպառնալիքին սպառնալիք չանվանենք, դրանով սպառնալիքը կդադարի սպառնալիք լինել, ու եկեք թշնամիներ ման գանք, որտեղ կարող ենք։ Հայ-ադրբեջանական հակամարտությունից մեր երկրի անվտանգային սպառնալիքներից անցում ցանցերի ու Հայփոստի թեմային։ Այս դեպքում արդեն ԿՊԱ-ականների բանավեճը ընդդիմությունից ուժեղ Հայաստանի պատգամավորների հետ է։ Ընդդիմադիրները հետաքրքրվում են, թե ինչպես է ստացվում, որ ազգային ժողովի փոխոսնակի պաշտոնի համար պայքարի մեջ մտած Հայկ Կոնջորյանի կնոջ Շուշան Ալեքսանյանի կառավարման օրոք Հայփոստում նվազում է ընկերության հասույթը։ Փոխարենն ավելանում են վարկերը, բայց Ալեքսանյանը ըստ պաշտոնական հայտարարագրի ամսական մոտ $10,000 համարժեք աշխատավարձ է ստանում։ Ուրեմն հետևություն, որ պետությունը մասնավոր ոլորտի ամենալավ կառավարիչը չէ, հետցի օրինակի ակնարկով է հարցնում ընդդիմությունը։ Պետության հաշվին թոփ մենեջերը ստանում է $10,000 աշխատավարձ, շուրջ 40 անգամ, մինչև 40 անգամ, լավ 37-8 անգամ ավելացել են պարտքերը եւ խոսում են, որ ամեն ինչ նորմալ է։ Գիտեք, պետությունը կործանման տանելու ամենակարճ ճանապարհներից մեկը դա երկակի ստանդարտների կիրառումն է։ Եթե տնօրենը Հայփոստի աֆիլիացված չլիներ պարոն Կոնջորյանի հետ, դժվար թե նա կարողանար շարունակել պաշտոնավարել։ Հիմա ո՞նց է ստացվում, որ Հայաստանի Հանրապետությունը սրընթաց այդ ուղղությամբ է գնում։ Կամ կառավարիչներ են նշանակվում պետության կողմից, կամ պետությունը փայատեր է դառնում հիմնարկներում։ Այս մոդելը որտեղից է վերցվել։ Իշխանությունն այլ բանաձևով է հայացքն այս հարցին ուղղում։ Այստեղ հարցը այն չէ, որ Հայկ Կոնջորյանի կինը կոմպետենտ է իր պաշտոնին, թե ոչ, այլ հարցը այն է, որ Հայկ Կոնջորյանի կինն է։ Ինքը խորհրդարանի փոխոսնակի տեխնացու Կոնջորյանը լսելով ընդդիմությանը վերահաստատել է համոզմունքը, որ ամեն բան միայն իր հետ փոխկապակցված անձանց շուրջ է պտտվում, հակափաստարկներ չի լսե կոնկրետ իր տեխնացության վերաբերյալ։ Դուք վախենում եք, հարգելի գործընկերներ, որ ես այստեղից բարձրանամ այստեղ։ Դուք շատ ուժեղ վախ ունեք դրանից, եւ ես ուզում եմ ձեզ հանգստացնել։ Հանգիստ եղեք, եթե ես ընտրվեմ, խոստանում եմ ձեզ համար ապահովել հաճելի ժամանց այս նիստերի դահլիճում։ Նույն կերպ, նույն համամասնությամբ, ինչպես Ռուբեն Ռուբինյանը ընտրվեց խորհրդարանի նախագահ, բացառապես կուսակիցների աջակցությամբ, նորընտիր խորհրդարանի նախագահությունում Ռուբինյանից մեկ աթոռ աջ կամ ձախ կնստի Կոնջորյանը։ Հերթում երկրորդ փոխոսնակի պաշտոնն է, ԿՊ տեխնացուն Վահագն Ալեքսանյանն է։ ՊԿ տեղեկացնում է, որ օգոստոսի 3-ից ուժի մեջ է մտել տոմատի մածուկի ներմուծման ժամանակավոր արգելքը, որը կգործի 6 ամիս։ Որոշումն ընդունվել է տեղական արտադրողների եւ ներմուծողների համար հավասար մրցակցային պայմաններ ստեղծելու, ինչպես նաեւ Հայաստանում լոլիկի մթերման գործընթացը կարգավորելու նպատակով։ Ռուսաստանում կասեցվել է Հայաստանից ներմուծված եւս 70,000 շիշ ըմպելիքի իրացումը։ Չեսնիզնակ համակարգը արգելափակել է բջջի հանքային ջրի, պրոստո ազբուկա խմելու ջրի եւ դարբաս ապրանքանիշի մոխիտո գազավորված ըմպելիքի որոշ խմբականակների վաճառքը, արտադրանքի նկատմամբ սահմանված պարտադիր պահանջների խախտումների պատճառով։
Տեղի է ունեցել Կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է քաղաքականության տոկոսադրույքը թողնել անփոփոխ, սահմանելով 6.5%։ Որոշվել է նաև Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանել 8%, ինչպես նաև այլ բանկերից ներգրավող միջոցների տոկոսադրույքը սահմանել 5%։ ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ էլեկտրաշարժիչով ավտոմեքենաների ներմուծման համար նախատեսված զրոյական մաքսատուրքի քվոտան շարունակում է արագ սպառվել։ Օգոստոսի 3-ի դրությամբ դիլեր-դիստրիբյուտոր չհանդիսացող ներմուծողների համար նախատեսված քվոտայից մնացել է 1000 ավտոմեքենայի տեղ, ինչը նշանակում է, որ օգտագործվել է ընդհանուր քվոտայի 92%-ը։ Սննդի առաքման ոլորտում օգոստոսի 1-ից լայնածավալ վերահսկողություն է սկսվել։ ՍԱՏՄ-ից փոխանցում են, թե խստացումը կապված է առաքման ծառայությունների տարածմամբ եւ քաղաքացիների բողոքներով առաքիչների արտաքին տեսքի, առողջական վիճակի եւ ոչ պատշաճ մաքրված պայուսակների վերաբերյալ։ Սահմանված ժամկետն արդեն սպառվել է եւ 2-ից 3000 առաքիչ պետք է բժշկական զննություն անցնի ու սանիտարական գրքույկ ունենա, իսկ պահանջը չկատարելու դեպքում նախատեսված է վարչական պատասխանատվություն։ Պատճառը հետևյալն է, դեռևս տարվա սկզբին մարտի կողմերը մենք արդեն շատ ստանում ենք բողոքներ, որ այ առաքիչ եկավ կեղտոտ է, փուքի էր, ոնց որ հիվանդ էր, կեղտոտ պայուսակով, այսինքն առաջի հերթին առաջնորդելով այդ բողոքներով, եւ որ այդ ոլորտը ավելի զարգացել է հիմա, եւ ոնց որ թե մի փոքր մեր վերահսկողությունից դուրս է մնացել։ Այդ առաքիչների վերաբերյալ ոնց կոնտրոլ չկար։ Այս սա հաշվի առնելով մենք որոշեցինք, որ այստեղ պետք է քայլեր կատարել, զգուշացրեցինք տնտեսավարողին եւ հիմա արդեն քայլերն արվում են։ Ըստ ՊԵԿ-ի Տավուշի մարզի Բերդ համայնքում գործող հեղուկ գազի, բենզինի եւ դիզելային վառելիքի մանրածախ վաճառքով զբաղվող ընկերության գործունեության ուսումնասիրությամբ հայտնաբերվել են չհայտարարագրված հասույթներ։ Ըստ գերատեսչության 2021-ից 26 թվականներին ընկերությունը թերհայտարարագրել է շուրջ 1.3 միլիարդ դրամի վաճառքի շրջանառություն, ինչի հետևանքով պետական բյուջետ չի վճարվել մոտ 415 միլիոն դրամ։ Դեպքի արդիվ նյութերն ուղարկվել են քննչական կոմիտե։ Օգոստոսի 4-ին տեղական ժամանակով 11:54-ին Սիսիան քաղաքից 23 կիլոմետր հարավ-արևմուտք օջախի 10 կիլոմետր խորությամբ 3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ։ Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Սիսիան եւ Դաստակերտ քաղաքներում, ինչպես նաեւ Թանահատ, Թասիկ, Սալվարդ եւ Տորունիկ գյուղերում 2-ից 3 բալ ուժգնությամբ։ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Բաղային հերքել է Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի բանակցությունների նոր փուլի վերաբերյալ պնդումները։ Ավելին Բաղային նշել է, որ առաջիկա օրերին Միացյալ Նահանգների պաշտոնյաների ընդունելու կամ Վաշինգտոն իրանական պատվիրակություն ուղարկելու ծրագրեր չկան։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Սպիտակունը որոշել է հրաժարվել Իրանին նոր հարվածներ հասցնելու մտադրությունից հակամարտությանը դիվանագիտական լուծում ապահովելու համար։ Թրամփի խոսքով բանակցությունների նոր փուլը նախատեսվում էր սկսել օգոստոսի 3-ին։ Ամերիկայի կողմից իրանական նավահանգիստների շարունակական շրջափակման դեպքում Իրանը պատասխան քայլեր կձեռնարկի, որոնց հետևանքով կտուժի ամերիկյան զինուժը, անդրադառնալով Հորմուզի շուրջ ստեղծված իրավիճին եւ ամերիկա-իրանյան հարաբերություններին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ Եթե շրջափակումը շարունակվի, ամերիկյան նավերը ու ուժերը լուրջ ռիսկերի կբախվեն եւ զոհեր կլինեն։ Ամերիկայի Միացյալ Նահանգները պետք է փոխի իր վարքագիծը, հակառակ դեպքում մենք չենք հանդուրժի սա։ Մենք երբեք թույլ չենք տա, որ երկրորդ միջանցք բացվի Հորմուզի նեղուցում։ Մոսկվան եւ Սանկտ Պետերբուրգը կրկին հայտնվել են ուկրաինական անօդաչու թռչող սարքերի թիրախում, տեղական իշխանությունները զոհերի եւ վիրավորների մասին են հայտնել։ Չեխով քաղաքի արդյունաբերական գոտում գտնվող Wildberries ընկերության պահեստների վրա դրոնային հարձակման հետևանքով զոհվել է 5, վիրավորվել 6 մարդ։ Մի քանի պահեստներում հրդեհ է բռնկվել, վնասվել են նաեւ էլեկտրական ենթակայանն ու վարչական շենքը։ Ավելի ուշ Wildberries-ը հաստատել է նաեւ Կրասնի Բորում գտնվող պահեստի թիրախավորման մասին։ Ռուսական Forbes-ի գնահատմամբ հուլիսին Wildberries-ը կորցրել է իր պահեստային հզորությունների առնվազն 17%, իսկ վնասը կազմել է շուրջ 280 միլիարդ ռուբլի։ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ վերջին օրերին երկրից արտաքսվել է 55 օտարերկրացի, որոնց թվում նաև Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի եւ մի շարք այլ երկրների քաղաքացիներ։ Բոլոր արտաքսվածների համար սահմանվել է Վրաստան կրկին մուտք գործելու արգելք։ Գերատեսչության տվյալներով միջոցառումները իրականացվում են անօրինական միգրացիայի դեմ պայքարի շրջանակում։
Եվրոպան փորձում է անօրինական միգրացիայի բեռը տեղափոխել իր սահմաններից դուրս։ Իտալիան առաջարկում է անվտանգ համարվող երրորդ երկրներում ստեղծել կենտրոններ, որտեղ Եվրամիությունից վերադարձի ենթակա օտարերկրացիները կսպասեն իրենց ապաստանի դիմումների եւ ներգաղթային փաստաթղթերի քննության ավարտին։ Հնարավոր երկրների ցանկում աֆրիկյան ու ասիական մի շարք պետությունների հետ նշվում է նաեւ Հայաստանը։ Նախատեսվում է Եվրամիությունից դուրս ձևավորել կենտրոնների ցանց անօրինական ներգաղթյալների վերադարձը կազմակերպելու եւ միգրացիոն հոսքերը կառավարելու համար, իսկ ծրագրի ֆինանսավորումն առաջարկվում է իրականացնել Եվրամիության միջոցներով։ Մասնագետները սակայն այն կարծիքին են, որ ներգաղթյալների մեծ հոսքը կարող է հանգեցնել երկրում հանցավորության աճին։ Ազգային անվտանգության խնդիր կա, էլի միգրանտների այդքան մեծ քանակությունը մի երկրում, բնականաբար ուղարկում են առաջարկում են երկիր, որին վստահում են, Հայաստանը, որ եվրոինտեգրման ուղին է վերցրել, դրա համար Հայաստանը ուզում առաջարկեն, պետք է առանձին պայմանավորվել, որ Հայաստանը իրանց ընդունի։ Որևէ կենտրոն Հայաստանում չի կարող ստեղծվել միայն Եվրամիության կամ Իտալիայի որոշմամբ, նշում են փորձագետները, քանի որ Հայաստանը Եվրամիության անդամ չէ եւ նախաձեռնության իրականացումը պահանջելու է Հայաստանի իշխանությունների համաձայնությունը եւ համապատասխան միջազգային պայմանավորվածություն։ Փորձագետները նկատում են, որ ֆինանսական աջակցությունը իրականացվել է այն նպատակով, որպեսզի շահագրգռեն այն պետություններին, որոնք կհամաձայնեն ընդունել փախստականներին։ Հնարավոր ներգաղթյալների թվում ըստ փորձագետների դժվար թե գտնվեն բժիշկներ, ուսուցիչներ կամ գիտնականներ, այսինքն հիմնականում լինելու են միջին կրթվածության մակարդակի քաղաքացիներ, որոնք այժմ լուրջ խնդիրներ են ստեղծում հենց Եվրոպայի համար։ Հիմա եվրոպական պետությունները ունեն իսկապես իրենց համար գոնե թե ազգային նկարագիր պահպանելու, թե ազգային դեմք պահպանելու, թե եվրոպական պետություններում միգրացիոն հոսքերը կառավարելու խնդիրներ, եւ այս նախաձեռնությունը մեծ առումով նպատակ ունի եվրոպական միության պետությունների խնդիրները լուծել, որովհետեւ միգրացիոն հոսքերը հնարավոր է այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ գոյաբանական խնդիր առաջացնեն եվրոպական պետությունների համար։ Արտաքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ նման նախաձեռնության մասին տեղեկություն իրենց հայտնի չէ։ Մեզ նման առաջարկ չի արվել, մեզ հետ նման հարց չի քննարկվել։ Այս մասին արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Անի Բադալյանն է ասել։ Վերլուծաբանների գնահատմամբ սա նշանակում է, որ Երևանը պաշտոնական առաջարկ առայժմ չի ստացել։ Նրանք նախատեսում են միգրացիոն մեծ հոսքերի ավելացում նաև Հայաստանի հարևան երկիր Իրանից։ Պետք է հասկանանք, որ Իտալիան մեր տարածաշրջանում Ադրբեջանի ամենասերտ դաշնակիցներից մեկն է, գործընկերներից Եվրոպական միությունում հիմնական գազի գնորդը ադրբեջանական հենց Իտալիան է։ Չի բացառվում, որ իտալական առաջարկության հիմքում ադրբեջանական ուժում է կապված Իրանի հետ հնարավոր զարգացումների մասին։ Մասնագետների գնահատմամբ իտալական առաջարկի ընդունումը դեռևս կանխորոշված չէ, իսկ Հայաստանը ծրագրում կարող է ընդգրկվել միայն պաշտոնական բանակցությունների եւ իր համաձայնության դեպքում։ Նրանց կարծիքով հնարավոր որոշումից առաջ անհրաժեշտ է գնահատել դրա իրավական, անվտանգային եւ սոցիալական հետևանքները։ Օգոստոսի 4-ին ողբերգական վթար է տեղի ունեցել Արարատի մարզում, Այգավան բնակավայրի վարչական տարածքում բախվել են Նիսանը, Կիան ու 2 օփելը։ Օփելներից մեկը վերածվել է մետաղե ջարդոնի, հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։ 2 հոգու առաջին օգնության են ասել քաղաքացիները, օպերատիվ ժամանած Վեդու բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։ Նրանք տեղափոխվել են Վեդու հիվանդանոց։ Վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է։ Դեպքի վայր են ժամանել ներքին գործերի նախարարության, ոստիկանության, բարեկային ծառայության, Արարատի մարզի գումարտակի պարեկները, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ օրվա պատասխանատու Սահակ Փաթևոսյանի եւ գումարտակի ծառայության տեսուչ Արթուր Կոցինյանի գլխավորությամբ։ Օգոստոսի 3-ին Դավթաշենի կամրջի տակ Հրազդան գետում դի է հայտնաբերվել այն դուրս բերելու համար Փրկարարության Երևանի TV 7-րդ շեջ փրկարարական ջոկատի փրկարարները եւ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հատուկ փրկարարներն են ժամանել կենտրոնի պետի ու ջոկատի հրամանատարի գլխավորությամբ։ Տեղում էին նաեւ Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Օպերատիվորեն ժամանել են Դավթաշենի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Զորիկ Ավդիշոևի, բաժնի պետի տեղակալ Ժիրայր Սեթրակյանի գլխավորությամբ ժամանել են նաև ներքին գործերի նախարարության, ոստիկանության, բարեկային ծառայության, Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի առաջին վաշտի պարեկները
գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Հովհաննիսյանի, Վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։ Օգոստոսի 2-ին Ծովագյուղ Շորժավարդենից ճանապարհին 48-ամյա Վալոդյան վազ 2106-ով բախվել է ճանապարհի աջակողմյան հատվածում կայանված Նիսանին ու գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում։ Վալոդյան վնասվածքներով տեղափոխվել է Ճամբարակ բժշկական կենտրոն, ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային վաշտի առաջին դասակի պարեկները։ Օգոստոսի 2-ին հրդեհ է բռնկվել Գետապնյա Ղուկասավան բնակավայրերի միջակայքում գտնվող աղբավայրում։ Կրակի տարածման դեմ պայքարել են փրկարարության Երևանի Շեշ փրկարարական ջոկատներից մի քանի մարտական հաշվարկ, Երևանի փրկարարական վարչության պետի տեղակալի ու Արարատի մարզային փրկարարական վարչության Մասիսի Շեշ փրկարարական ջոկատի Շեշ փրկարարները մարզային փրկարարական վարչության պետի գլխավորությամբ։ Երևանի քաղաքապետի կարգադրությամբ էլ նրանց էին միացել մի քանի ջրատար։ Հրշեջները վտանգելով իրենց կյանքը կանխել են կրակի տարածումը, հերթապահություն իրականացրել։ Որը մի հսկայական տարածք է բռնե, կրակը երցուխը անգամ գիշերը տեսանելի էր մի քանի կիլոմետրից, անգամ Էրեբունի մասիվից, Նուբարաշենից, Մասիսից։ Նունե Գրիգորյան, Գագիկ Շամշյան, այսօր։